ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 17-ը նշվում է որպես ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր։ Տոնի կապակցությամբ նոյեմբերյանի քաղաքային այգում տեղի ունեցավ տոնական միջոցառում դարձ պապենական խաղերին խորագրով։ Միջոցառումն իրականացվեց Նոյեմբերյանի և Կողբի մշակույթի կենտրոնների նախաձեռնությամբ, Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ։ Բոլորից հայտնի պահկվոցի կամ տապանուկի խաղի հաշվելու ձև լսեցինք Լևոնից ու շատ հետաքրքիր է։ Խնդրել եմ ճշտապետ բարձրաձայն ասել։ Եկել է, դուկել է, չալամ է, չուկել է, մամեն է, ռենգել է, բեքել է, տնգել է, մաս, մտրատ, չորդու, չիբուկ։ Այսօր Նոյեմբերյանի կենտրոնական զբոսայգին նորից լեցուներ երեխաների և մեծահասակների ծիծաղով, աշխուժությամբ ու ոգևորիչ երաժշտությունը դեռ հեռվից գրավում էր նոյեմբերյանցիներին դեպի այգին, շատ հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել, որի նպատակն էր վերականգնել ազգային արժեքները, վերհիշել մեր պապենական խաղերը, հետ գնալ դեպի արմատները, շնորհակալություն մեկ անգամ ևս կազմակերպիչներին և մասնակիցներին։ Այս գեղեցիկ օրը միավորեց համայնքի տարբեր բնակավայրերի մշակութային օջախները։ Մասնակցում էին Նոյեմբերյանի, Կողբի, Բերթավանի, Այրումի, Ոսկեվանի և Կոթիի մշակույթի կենտրոնները, ինչպես նաև Ոսկեպարի մշակութային խմբակները, Նոյեմբերյանի արվեստի և Կողբի գեղարվեստի դպրոցները ու Նոյեմբերյանի սպորտ դպրոցը։ Յուրաքանչյուր խաղային խումբ ներկայացնում էր իր գյուղը, պապենական խաղերի ու պարերի միջոցով։ Միջոցառման մեկնարկը տվեց համայնքի դհոլահարների նորաստեղծ բարեկամություն համույթը և համայնքի մեծ ու փոքր պարային խմբերը։ Ցուցահանդեսային հատվածում ներկայացված էին համայնքի ստեղծագործողների և արվեստի դպրոցների սաների աշխատանքները, ազգային թեմատիկայով ձեռագործ աշխատանքներ և կոմպոզիցիաներ։ Մենք ներկայացրինք այսօր Բերթավանի գեղագիտական կենտրոնի Ղալինջաքար թիմը։ Երեխաները մեծ ոգևորությամբ ու սիրով մասնակցեցին այս նախաձեռնությանը։ Վերադարձը արմատներին շատ կարևոր է, քանի որ այսօր մեր բոլորից երեխաները նստած են համացանցում, իսկ այսպիսի նախաձեռնությունները նրանց հետ են բերում իրական կյանք։ Շատ շնորհակալ ենք նախաձեռնության համար և սիրով մասնակցեցինք։ Պապենական խաղերը մեծ ոգևորություն և հետաքրքրություն առաջացրին ոչ միայն երեխաների, այլև ներկա հանդիսատեսի շրջանում, վերակենդանացնելով ազգային ինքնության և միասնականության ոգին։ Միջոցառումը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ խաղը ոչ միայն զվարճանք է, այլև մշակույթի լեզու։